1997 թվականի նոյեմբերի 17, թիվ 8 գնացքը, Երևան-Մոսկվա, ՍՎՈ 4 վագոն, ուղեկցորդուհին թակում է դուռը առավոտյան 8-ին, 1 ժամից Գյումրի կայարանն է, թակում է երկրորդ անգամ, լռություն, բացում է իր բանալիով, կուպեն դատարկ է, անկողինը խառնված է, բարձիքը հատակին, սեղանիկին սառած թեյով բաժակ է, մակերեսին փառ, վերևի դարակին սև կաշվե դիվանագիտական պայուսակ է, բացված, ներսում ոչինչ չկա, ուղևոր Ռուբեն Հարությունյանը 41 տարեկան գործարար Երևանից, անհետացել է, գիշերը կայարանների միջև ընկած ճանապարհին գնացքը ընթացքի ժամանակ չի կանգնել 6 ժամ, $120,000 կանխիկ գումարը չկա, կուպեի հարևանը, Անդրանիկ ներկայացած տղամարդը նույնպես անհետացել է, Ռուբենի մարմինը կգտնեն 2 տարի անց, Ձորում, երկաթուղուց 200 կիլոմետր հեռավորության վրա, բայց ամեն ինչի մասին հերթով, Ռուբեն Հարությունյան, ինժեներ, ով դարձավ առևտրական, սովորական պատմություն 90-ականների համար, գործարանը կանգնեց, աշխատավարձ դադարեցին վճարել, կին ու 2 երեխա ուներ, պետք էր կերակրել, գնաց տոնավաճառ, սկսեց ապրանք բերել տանել, 6 տարվա ընթացքում հասավ մեծածախ վաճառողի մակարդակի, 2 պահեստ Երևանի ծայրամասում, կենցաղային տեխնիկա Չինաստանից, կայուն շրջանառություն, ոչ օլիգարխ էր, ոչ բանդիտ, ամուր միջին խավի ներկայացուցիչ, ով կարողանում էր հաշվել և աչք չընկնել, կինը Մարինեն, որդին Տիգրանը, 14 տարեկան, դուստրը Աննան, 9 տարեկան, 3 սենյականոց բնակարան Կոմիտասում, օգտագործված Մերսեդես, ռումինական կահույք, ձախ դաստակին Օրիենտ ոսկե ժամացույց է, հանգուցյալ հոր նվերն էր, երբեք չէր հանում, երբ հանեմ ուրեմն վերջ, ասել էր մի անգամ կնոջը, Մարինեն չէր ճշտել, թե ինչ է նշանակում վերջ, 97-ի նոյեմբերին Ռուբենը պատրաստվեց մեկնել Մոսկվա, գործընկեր Գրիգորյանը ճապոնական տեսամագնիտոֆոնների խմբաքանակ էր առաջարկել, պահեստը մերձ Մոսկվայում էր, տերը սնանկացել էր, գինը շուկայականից 3 անգամ ցածր էր, $120,000 կանխիկ գումարը, $100 թղթադրամների 12 տրծակ, յուրաքանչյուրը փաթաթված էր դեղատնյան ռետինով, դրված կոդավորված փականով սև դիպլոմատի մեջ, կոդը երեխաների ծննդյան օրերն էին, թռչել չէր կարող, սարսափելի վախենում էր ինքնաթիռներից, միակ թուլությունն էր, որի համար ամաչում էր, դրա համար էլ գնացք էր ընտրել, ՍՎ վագոն, 3,5 օրվա ճանապարհ, նոյեմբերի 16, երեկո, Երևանյան կայարան, -5 աստիճան ցուրտ, Փշոտ ձյունը թռչում է հորիզոնական, Մարինեն նրան բերել էր մեքենայով, կարամատույցի մոտ կանգ առան, կզանգեմ Մոսկվայից, ասաց Ռուբենը, մոտ 4 օրից կլինեմ այնտեղ, փողը կպահպանես, կամաց պատասխանեց Մարինեն, այստեղ ավելի հուսալի է, քան բանկում, նա թեթևակի խփեց դիպլոմատին, դուրս եկավ, ձեռքով արեց առանց շրջվելու և գնաց դեպի կարամատույց, Մարինեն նայում էր, թե ինչպես է նա քայլում, ոչ բարձրահասակ, ամրակազմ, մուգ կապույտ պաճկոնով, դիպլոմատը ձախ ձեռքում, նայում էր մինչև նա անհետացավ կայարանի դռան հետևում, հետո գնաց տուն, 4 օր անց նա չզանգեց, 5 օր անց չզանգեց, 1 շաբաթ անց չզանգեց, բայց այն երեկո նա այդ մասին դեռ չգիտեր, ուղեկցորդուհի Զինաիդա Պողոսյանը, 52 տարեկան, 11 տարի երթուղու վրա էր, անգիր գիտեր յուրաքանչյուր կցվածք, յուրաքանչյուր կիսակայարան, Ռուբենը մտած կուպե, դիպլոմատը դրեց վերևի դարակին, ծածկեց բաճկոնով, կես ժամ անց հայտնվեց հարևանը, 35 տարեկան, սլավոնական դեմք, բաց գույնի հաչքեր, կարճ սանրվածք, կոկիկ էր հագնված, մուգ պաճկոն, սև տաբատ, Adidas սպորտային պայուսակ, ձեռքը մեկնեց, Անդրանիկ, Վանաձորից, Ռուբենը մինչև Մոշկվա, երեկոն անցավ հանգիստ, թեյ, տակդիրներով բաժակներով, խոսակցություն, որտեղից ես, ուր ես գնում, ինչով ես զբաղվում, Անդրանիկը պատմեց Վանաձորում ավտոլվացման կետի մասին, Ռուբենը էլեկտրոնիկայի մասին, առանց մանրամասների, Անդրանիկը լսում էր, գլխով անում, հարցեր տալիս մեղմ, հպանցիկ, դժվար է մաքսատան հետ, կանխիկով է ավելի հեշտ, թե բանկի միջոցով, Ռուբենը պատասխանում էր առանց մտածելու,
Նորմալ ուղեկից է, նորմալ խոսակցություն, SV վագոն է։ Փականով դուռ, դիպլոմատը դարակին, ոչինչ չի կարող պատահել։ 23:30-ին Զինայդա Պողոսյանը նայեց կուպե։ Ռուբենը քնած էր, դեմքով դեպի պատը։ Անդրանիկը չկար, դուրս էր եկել ծխելու։ Դուռը կիսաբաց էր թողնված, որպիսի հարևանը կարողանա մտնել։ Զինայդա Պողոսյանը գնաց իր մոտ, պառկեց։ Գիշերվա ժամը 2-ին արթնացավ ձայնից, խուլ հարված, կարճ, մեկ անգամ։ Մտածեց ռելսերի միացումներն են, չվերկացավ, քնեց։ Հաջորդ օրը, երբ քննիչը կհարցնի, թե ինչ եք լսել գիշերվա 2-ին, նա կկրկնի, խուլ հարված մեկ անգամ, կարծես ինչ-որ բան ընկավ կամ ինչ-որ մեկը։ Գյումրի կայարան, միլիցիայի գծային բաժին, ոչ իր չափսի շինելով լեյտենանտ և երեկվա օղյով հոտած սերժանտ։ Զննեցին կուպեն, արձանագրություն կազմեցին դպրոցական տետրերի թերթիկների վրա, կապվեցին Արմավիլի տրանսպորտային միլիցիայի հետ։ Կապիտան Բագրատ Երեմյանը 33 տարեկան, ժամանեց երեկոյան, 300 կիլոմետր ուազով ձմեռային տափաստանով, 2 անգամ խրվեց։ Կարիերայի 4-րդ գործն էր, առաջին իսկականը։ Հարցաքննեց Զինայդա Պողոսյանին, գրի առավ ամեն ինչ, ուղեկից, թեյ, խոսակցություն, հարված 2-ին, հետո ամենակարևորը, այդ Անդրանիկի տոմսը։ Անձնագրի տվյալները ստուգեցին Երևանի դրամարկղերի միջոցով։ Տոմսը Անդրանիկ Վիկտորի Սողոմոնյանի անունով, գնվել է կանխիկ, մեկնելուց 2 օր առաջ։ Ստուգեցին անձնագիրը և այստեղ գործը շրջադարձ ունեցավ։ Անդրանիկ Վիկտորի Սողոմոնյան, ծնված 62 թվականին, քաղաք Վանաձոր, մահացել է 91-ին, ավտովթար։ Թաղված է, գերեզմանը կա, հարազատները հաստատում են։ Անձնագիրը պրոֆեսիոնալ կեղծիք է։ Ոչ շուկայական աշխատանք, ջրանիշներով, ճիշտ սերիայով, կնիքներով։ Լուրջ փողեր, լուրջ կապեր։ Անդրանիկ ներկայացած մարդը, պատահական գող չէ, պրոֆեսիոնալ է, ով նախապատրաստվել է։ Բագրատը ստուգեց երթուղին։ Շիրակավան կայարանից հետո գնացքը գնացել է առանց կանգառի 11 ժամ, բայց Քարակերտի խաչմերուկի հատվածում երկար վերելք է, կորություն, տեխնիկական սահմանափակում։ Գնացքը դանդաղեցնում է ընթացքը մինչև 20 կիլոմետր ժամ, 4-6 րոպեով։ Հեծանիվի արագությունը բավական է նախամուտքի դուռը բացելու և ցատկելու կամ մարմինը նետելու համար։ Բագրատը զննեց նախամուտքը։ Դռան բռնակի վրա թարմ քերծվածքներ կային, մետաղը փայլում էր, օքսիդացած չէր։ Փականը թուլացած էր, կարելի է բացել դանակով կամ մետաղադրամով։ Ինչ-որ մեկը բացել է այդ դուռը գիշերը։ Բագրատը մեկնեց այդ հատված, 3 ժամ ձմեռային տափաստանով, գտավ կորությունը։ Քայլեց գծերի երկայնքով 3 կիլոմետր, հետքեր 0։ Այնքան ձյուն էր տեղացել, որ բոլոր հետքերը ծածկվել էին։ Տափաստան, հորիզոնից հորիզոն, սպիտակ, հարթ, դատարկ։ Եթե մարմինը նետել են այստեղ գիշերը բուքին, չեն գտնի ոչ վաղը, ոչ էլ 1 տարի անց։ Զանգեց Մարինեին, հարցրեց, ով գիտեր փողի մասին, ուղևորության մասին, դիպլոմատի մասին։ Ես Գրիգորյանը Մոսկվայում և Գագիկը Ռուբենի հաշվապահը, պատասխանեց Մարինեն։ Ուրիշ ոչ ոք։ Դիպլոմատի կոդը, ով գիտեր։ Միայն ես և Ռուբենը։ Երեխաների ծննդյան օրերը նա ոչում չէր ասել։ Ուրեմն դիպլոմատը բացել է Ռուբենը։ Կամավոր թե հարկադրաբար։ Փականները կոտրված չեն։ Ստուգեց Գրիգորյանին, ալիբի ունի Մոսկվայում, հաստատվում է։ Ստուգեց Գագիկին Երևանում, տանը, հաստատվում է։ Երկուսն էլ մաքուր են։ Գործը կանգ առավ։ Ֆոտոռոբոտ, 35 տարեկան տղամարդ, բաց գույնի աչքեր, սանրվածք, դեմք առանց առանձնահատուկ նշանների։ Ուղարկեցին կայարաններ, կախեցին գծային բաժիններում։ 0։ Ոչ ոք չճանաչեց։ Բագրատը բարձրացրեց երթուղու 3 տարվա վիճակագրությունը, 96-ի մարտին, նույն գնացքը, նույն SV վագոնը։ Ուղևոր Ալեքսանյանը, 6-րդ կուպե, գնում էր Ռոստով, իջավ միջանկյալ կայարանում։ Այսպես էր գրի առել ուղեկցորդուհին։ Իրերը մնացին, ոչ ոք չվերցրեց։ Բագրատը եկավ չպահանջված ուղեբեռի պահեստ, բացեց պորտֆելը, դատարկ։ Ներքին մասում խորացած հետք կար, թղթադրամների տրծյակի ուրվագիծ։ Ստուգեց անուն ազգանունը, Ալեքսանյան Նորայր, ծնված 58 թվականին,
ձեռնարկատեր Արտաշատից։ Նշված հասցեում չի բնակվում, հարազատներ չունի։ Մարդն անհետացել է անաղմուկ, անհետ, ինչպես Ռուբենը։ 98-ի հուլիսին գործը կասեցրին։ Մուգ կանաչ թղթապանակը Կազմին Հարությունյան ազգանունով դրվեց չհրկիզվող պահարանի մեջ։ Մարինեն դիմանում էր, որովհետև կային Տիգրանն ու Աննան, որովհետև եթե ինքը կոտրվեր, ապա ով։ Բիզնեսը գործընկերները թալանեցին 3 ամսում։ Ընդունվեց աշխատանքի որպես հաշվապահ։ Աշխատավարձը ծիծաղելի էր, բայց ուտելիքին հերիքում էր։ Տիգրանը ինքնամպոտ դարձավ, դադարեց դպրոց գնալ։ Աննան լռում էր, 5 էր բերում։ Երեկոները լուր նստում էր մոր կողքին խոհանոցում ու բռնում նրա ձեռքը։ Միջանցքի պատին լուսանկար էր կախված։ Ռուբենը, Մարինեն, երեխաները, ծաղկաջոր։ 95-ի ձմեռ։ Բաճկոնի թևքի տակ երևում է Օրիենտ ժամացույցը։ Մարինեն անցնում էր կողքով ամեն օր կանգ էր առնում։ 99 թվականի սեպտեմբեր, Արմավիրի մարզ, նախալեռներ, կիսաանապատ։ Հովիվ Կարենը Լեռնագոգ գյուղից ոչխարի հոտը քշում էր ձորով եւ ոսկորներ տեսավ։ Կմախեքը ոչ լիարժեք էր։ Մի մասը շնագայլերն էին տարել, բայց հիմնականը տեղում էր։ Կողքին կտորի մնացորդներ, կաշվե գոտի, 43 համարի կոշիկներ եւ ձախ դաստակին ոսկե Օրիենտ ժամացույց սպիտակ թվացույցով։ Սլակները կանգնած էին գիշերի 2-ին, 2:00։ Փորձագնությունը տևեց 3 ամիս։ Տղամարդ, 40-ից 45 տարեկան, հասակը 1.70, 1.75։ Մահվան պատճառը ծոցկարոսկի բութ վնասվածք, 1 հարված ծանր մետաղային առարկայով։ Վաղմերությունը 97-ի վերջ, նոյեմբեր։ Զեկուցագիրը դրվեց Բագրատի սեղանին 2000 թվականի հունվարին։ Նա կարդաց 2 անգամ։ Չհրկիզվող պահարանից հանեց թղթապանակը, գտավ արձանագրության մեջ։ Օրիենտ ժամացույց։ Հոր նվերներ, երբեք չէր հանում։ Զանգեց Մարինեին, գտակ, հարցրեց նա, առանց ողջույնի։ Նա գիտեր 2 տարի ոչ թե գլխով, այլ կրծքի այն մասով, որը չի ենթարկվում տրամաբանությանը։ Գտել է նայճունը, պետք է հաստատել։ Իրեր կան, ժամացույց, ասաց Մարինեն, չհարցրեց, հաստատեց։ Օրիենտ, ձախ ձեռքին։ Բագրատը լռեց։ Մարինեն եկավ Տիգրանի հետ։ 16-ամյա տղա, աչքերով, որոնցում ինչ-որ մեծական ու մեռած բան կար։ Ճանաչումը տևեց 3 րոպե։ Մարինեն նայեց ժամացույցին, կոշիկներին, գոտուն։ Գլխով արեց, ստորագրեց արձանագրությունը։ Ձեռքը չդողաց։ Դուրս եկավ աշխատասենյակից, նստեց միջանցքի նստարանին, ձեռքերը դրեց ծնկներին։ Տիգրանը նստեց կողքին։ Լռում էին։ Զինայդա Պոգոսյանը նրան կանչել էին որպես վկա, կանգնած էր պատի մոտ, նայում էր նրանց ու լալիս, կամաց տգեղ տարածելով սևաներկը։ Մարինեն չէր լալիս։ Նա ավարտել էր լացելը 1 տարի առաջ խոհանոցում, ծառիկներով դեղին սփռոցի վրա, բայց հիմա Բագրատը մարմին ուներ, իսկ դա նշանակում է գործը վերսկսվեց։ Եվ հիմա նա գիտեր գլխավորը։ Ռուբենին գնացքից ողջ չեն նետել։ Նրան սպանել են ծոցրակին հասցված հարվածով, ծանր առարկայով։ Սպանել են կուպեյում գիշերվա 2-ին, երբ Զինայդա Պողոսյանը լսել է հարվածը։ Հետո հանել են նախամուտքով գնացքի դանդաղելու ժամանակ, բայց մարմինը գտել են երկաթուղուց 200 կիլոմետր հեռավորության վրա, ոչ դանդաղելու կետից, այլ մոտակա կայարանից։ Նշանակում է մարմինը պարզապես չեն նետել գնացքից, այն տեղափոխել են մեքենայով։ 210 կիլոմետր, ինչ որ մեկը սպասում էր գծերի մոտ։ Բագրատը վերադարձավ Տոմսերին։ 97-ին նա ստուգել էր Ռուբենի եւ Անդրանիկի ուղեկիցներին, բայց չէր ստուգել ամբողջ վագոնը։ Այն ժամանակ դա ավելորդ էր թվում։ 2 հոգի անհետացել էին նույն կուպեից։ Ինչ կապ ունեն մյուսները։ Հիմա կապ ունեն։ Բագրատը պահանջեց SV վագոնի ուղևորների ամբողջական ցուցակը։ Ցուցակը եկավ 2 շաբաթ անց, ճմրթված ֆաքս։ Տարերի կեսն անընթեռնելի էր։ 8 կուպե, 16 տեղ։ 4-րդ կուպե, Հարությունյան եւ Սողոմոնյան։ Առաջին կուպե, ամուսնական զույգ Կապանից մինչև Մոսկվա։ Երկրորդ կուպե, դատարկ։ Կուպե, զինվորական գնդապետ մինչև Վլադիկավկազ։ 5-րդ կուպե, կին երեխայի հետ մինչև Վանաձոր։ 6-րդ կուպե, տղամարդ մինչև Արմավիր։ Կուպե դատարկ։ 8-րդ կուպե, տղամարդ մինչև Գյումրի։ Բագրատը նայեց 6-րդ կուպեին։ Տղամարդ մինչև Արմավիր։ Անունը Մարատ Ալբերտի Թովմասյան։ Տոմսը գնված է կանխիկ։ Արմավիր, կայարան Գյումրիից 5 ժամ առաջ։
Եթե Թովմասյան իջել է Արմավիրում, նա լքել է գնացքը նախքան կորուստը կհայտնաբերեին։ Դրանից 5 ժամ առաջ։ Ոչ ոք նրան չի փնտրել, ոչ ոք չի հարցաքննել, ոչ ոք չի ստուգել։ Բագրատը ստուգեց անունը։ Մարատ Ալբերտի Թովմասյան, ծնված 65 թվականին, քաղաք Արմավիր։ Գրանցում Փողոց Շահումյան, տուն 14։ Աշխատանք ավտոարհեստանոց Բալաբեկ փականագործ։ Գոյություն ունի, կենթանի է, իրական է։ Բագրատը զգաց, թե ինչպես է մեջքով ցուրտ անցնում, այնպիսին, որը լինում է ոչ թե ցրտից, այլ հասկանալուց։ Նա միանգամից չգնաց Թովմասյանի մոտ։ Նախ ստուգեց, տվյալներ պահանջեց ավտոարհեստանոցի վերաբերյալ։ Սեփականատերն ինչ-որ Բալաբեկ Սերոփի Քոչարյանն էր։ Մեկնել է Ռուսաստան 98 թվականին։ Արհեստանոցը փակ է։ Թովմասյանը արհեստանոցի փակվելուց հետո պաշտոնապես ոչ միտեղ չի աշխատել։ Բնակվում է նույն հասցեում, ամուսնացած չէ, երեխաներ չունի, դատվածություն չունի, մաքուր է։ Հետո հարցում արեց ճանապարհային ոստիկանություն, ինչ տրանսպորտային միջոցներ են գրանցված Թովմասյանի անունով։ Պատասխան. ՈՒԱԶ 469, թողարկման տարեթիվը, գույնը խաքի։ ՈՒԱԶ մեքենա, որը կանցնի ցանկացած տափաստանով, ցանկացած անճանապարհով, ցանկացած սառնամանիքին։ Գծերից մինչև Ձոր 210 կիլոմետրը ՈՒԱԶ-ի համար 4-5 ժամ է։ Գիշերը, առանց ճանապարհների, սառած հողի վրայով։ Բագրատը եկավ Թովմասյանի մոտ 2000 թվականի փետրվարին։ Իր հետ վերցրեց օպերատիվ աշխատող, ավագ լեյտենանտ Ժիրայրին, երիտասարդ, ամրակազմ, լրակյաց։ Հասցեն առանձնատուն Արմավիրի ծայրամասում, գծանցի հետևում, թաղամաս, որտեղ ասֆալտը վերջանում է ու սկսվում է կավը։ Ցանկապատները շիֆերից են, դարպասը երկաթյա։ Բակում նույն ՈՒԱԶ-ն է, խաքի, կեղտոտ, ճմլված թևով։ Թակեցին։ Բացեց 30-ին մոտ տղամարդ, ոչ բարձրահասակ, ջղուտ, այտոսկրերը ցցված, աչքերը մուգ, զգոն։ Ձեռքերին շոր էր, ձեռքերը յուղի մեջ էին։ Նայեց Բագրատին, Ժիրայրի վկայականին, Թովմասյան, հարցրեց Բագրատը։ Այո, գլխով արեց նա։ Ձայնը խուլ էր, առանց արտահայտության։ Կապիտան Երեմյան, տրանսպորտային միլիցիա, կարելի է խոսել։ Թովմասյանը չցնցվեց, չգունատվեց, չփախավ, պարզապես երկար նայեց վարքյան եւ մի կողմ քաշվեց։ Ներս մտեք։ Նստեցինք խոհանոցում։ Փոքրիկ սենյակ, սեղան, երկու աթոռակ, գազօջախ։ Պատին 98 թվականի օրացույց էր, ոչ ոք չէր թերթել։ Ցուրտ է, ջեռուցումը հազիվ է աշխատում։ Թովմասյանը նստեց դիմացը, ձեռքերը դրեց սեղանին։ Ձեռքերը հանգիստ էին, դեմքը հանգիստ։ 97 նոյեմբեր, ասաց Բագրատը։ Երևան, Մոսկվա գնացք։ SV Վաբոն։ Գնացել եք 6-րդ կուպեով միջև Արմավիր։ Միգուցե, ասաց Թովմասյանը, չեմ հիշում, 2 տարի է անցել։ Ես կօգնեմ հիշել։ Բագրատը սեղանին դրեց ֆոտորոբոտը։ Այս մարդուն տեսել եք։ Թովմասյանը նայեց ֆոտորոբոտին։ Դեմքը չփոխվեց, աչքերը չթարթեցին։ Ոչ, ասաց նա, չեմ տեսել։ Ես իմ կուպեում գնում էի, քնած էի։ Իջա Արմավիրում գնացի տուն։ Իսկ մեքենայով ուր էիք գնացել այդ գիճեր։ Առաջին ճեղքը, փոքր, գրեթե անլկատ։ Թովմասյանը թարթեց մեկ անգամ արագ։ Ոչ միտեղ, ասաց նա։ Մեքենան բակում կանգնած էր։ Բագրատը գլխով արեց, ոտքի կանգնեց, շնորհակալություն հայտնեց, դուրս եկավ։ Մեքենայում Ժիրայրին ասաց. գնում ենք դատախազություն սանկցիայի հետևից։ Ինձ պետք է նրա ՈՒԱԶ-ը։ Սանկցիան ստացան 3 օր անց։ Ավտոմեքենայի զննում։ ՈՒԱԶ-ը կանգնած էր բակում։ Թովմասյանը չէր փորձել այն թաքցնել, չէր փորձել վաճառել, չէր փորձել հեռանալ։ Կամ վստահ էր, որ մաքուր է, կամ չէր հավատում, որ որևէ մեկը կփնտրի 2 տարի անց։ Փորձագետը եկավ Երևանից, իսկական քրեագետ։ Ոչ շրջանային բուժակը զննեց մեքենան, դրսից ոչինչ, ներսից ոչինչ տեսանելի, բայց բեռնախցիկում ռետինե գորքի տակ, թափքի մետաղի եւ կողի միջև ընկած ճեղքում կտորի թելեր կային, մուգ, սինթետիկ։ Փորձագետը հանեց պինցետով, փաթեթավորեց, ուղարկեց Երևան, համեմատական փորձաքննության։ Համեմատում էին Ձորում գտնված կմախքի մոտ կտորի մնացորդների հետ։ Արդյունքը եկավ 1 ամիս անց։ Համընկնում։ Թովմասյանի ՈՒԱԶ-ի թելերը եւ Հարությունյանի աճունի վրայի կտորը նույն նյութն էր, նույն կառուցվածքը, նույն ներկը։ Թովմասյանին ձերբակալեցին 2000 թվականի մարտին, բերեցին Արմավիր, մեկուսարան։ Առաջին հարցաքննությունը՝ լռություն, երկրորդ հարցաքննությունը՝ լռություն։ Երրորդ օրը Բագրատը եկավ մենակ, առանց օպերատիվ աշխատողի, առանց արձանագրության, նստեց Թովմասյանի դիմաց,
Սեղանին դրեց լուսանկարը։ Ռուբենը, Մարինեն, երեխաները Ծաղկաձորում, 95-ի ձմեռ։ Նա 2 երեխա ունի, ասաց Բագրատը մեղմ։ Որդին 14, դուստրը 9։ Այդքան էին, երբ դու նրան սպանեցիր։ Հիմա 16 ու 11 են։ 2 տարի առանց հոր։ 2 տարի մայրը սպասել է։ Թովմասյանը երկար նայեց լուսանկարին, հետո շրջվեց դեպի պատը։ Ես չեմ սպանել, ասաց նա։ Ես միայն տեղափոխել եմ։ Նա սկսեց խոսել դանդաղ, խուլ, նայելով հատակին։ Անդրանիկը նրա մորաքրոջ որդին էր։ Իրական անունը Դավիթ Վլադիմիրի Կարապետյան, ծնված 71 թվականին։ Ծնվել է Վանաձորում, մայրը Թովմասյանի մոր հարազատ քույրն է, խառը ընտանիք էր, սովորական բան Հայաստանի համար։ Կարապետյանը հեռացել է Վանաձորից 93-ին, թե ուր Թովմասյանը չգիտեր։ Հայտնվեց 96-ին, եկավ Արմավիր, գտավ Թովմասյանին, առաջարկեց փող աշխատել։ Սխեման. Կարապետյանը նստում է գնացք, SV վագոն, այն մարդու կուպեն, ով կանխիկ է տանում, որտեղից գիտի ով է տանում, Թովմասյանը չէր հարցրել։ Գիշերը անում է գործը, դանդաղելու հատվածում նախամտքի դուռը, Թովմասյանը սպասում է մեքենայով գծերի մոտ, վերցնում է մարմինը, տանում, թաքցնում, փողը կիսով չափ։ Քանի անգամ, հարցրեց Բագրատը։ Թովմասյանը երկար լռեց։ Բագրատը սպասում էր, պատին թխթխկում էր ժամացույցը, պետական, կլոր, ճաքած ապակիով։ 2, ասաց Թովմասյանը, այս երկրորդը։ Առաջինը, Ալեքսանյան, 96 մարտ։ Թովմասյանը բարձրացրեց աչքերը, դրանց մեջ ինչ-որ բան կար, ոչ վախ, ոչ զղջում, այլ բութ զարմանք, ինչպես այն մարդու մոտ, ում բռնել են նրանում, ինչը նա համարում էր իդեալական։ Այո, ասաց նա։ Բագրատը գրեց. Ձեռքը հանգիստ էր, ներսում ոչ։ 2 դիակ, 2 դատարկ պորտֆել, 2 ձոր տափաստանում, 1 երթուղի, 1 վագոն, 1 սխեմա։ Եվ Կարապետյանը, կեղծ անձնագրով ուրվականը, ազատության մեջ է։ Որտեղ է Կարապետյանը, հարցրեց Բագրատը։ Գնացել եմ, ասաց Թովմասյանը։ Երկրորդ անգամից հետո ասաց, հերիք է, գնում եմ։ Ուր։ Չգիտեմ, Ռուսաստան, գուցե ավելի հեռու։ Ինչպես էր նա իմանում, թե ով է փող տանում։ Թովմասյանը ուսերը թոթովեց։ Չգիտեմ, չեմ հարցրել։ Նա ասում էր մարդ կա։ Ով։ Չէր ասում, մարդ կա։ Ինչ որ մեկը տեղեկություն էր արտահոսում, ինչ որ մեկը գիտեր, որ Ռուբենը փողով է գնում։ Գիտեր ամսաթիվը, գիտեր վագոնը, գիտեր կուպեն։ Ինչ որ մեկը Ռուբենի շրջապատից, կամ Գրիգորյանի շրջապատից, կամ Կայարանի դրամարկղից, կամ նրանցից, ովքեր տեսել էին, թե ինչպես է դիպլոմատով տղամարդը SV-ի տոմս գնում։ 90-ականներին $120,000 կարողություն էր, որի համար սպանում էին առանց մտածելու, եւ ինչ որ մեկը չմտածեց։ Թովմասյանին դատեցին 2000 թվականի հոկտեմբերի 20-ին, Արմավիրի մարզային դատարան։ Դահլիճը փոքր էր, տոտ, նստարանները փայտյա, պատին Հայաստանի զինանշանը, զինանշանի տակ դատավորը։ Թովմասյանը ընդունեց մեղքը։ Օժանդակություն 2 սպանության մեջ, 15 տարի խիստ ռեժիմ։ Երբ կարդում էին դատավճիռը, նա կանգնած էր ուղիղ, նայում էր հատակին։ Մարինեն նստած էր դահլիճում, 3-րդ շարքում, սև գլխաշորով, նայում էր Թովմասյանին, անթարթ։ Երբ նրան տանում էին, նա անցավ նրա կողքով կես մետր հեռավորության վրա եւ չբարձրացրեց աչքերը։ Մարինեն նրան ոչ մի բառ չասաց, չվեր կացավ, չգոռաց, չթքեց երեսին, թեև իրավունք ուներ այդ ամենի եւ ավելիի։ Պարզապես նստած նայում էր, թե ինչպես են նրան տանում դեպի դուռը, ինչպես է ուղեկցորդը բռնում արմունկից, ինչպես է Թովմասյանն անցնում շեմը եւ անհետանում միջանցքում։ Դուռը փակվեց։ Մարինեն նստեց եւս 1 րոպե, հետո վեր կացավ, դուրս եկավ դահլիճից, անցավ դատարանի միջանցքով թեփոտված պատերի կողքով, օրենքը հավասար է բոլորի համար պաստարի կողքով, հատակ լվացող կնոջ կողքով եւ դուրս եկավ փողոց։ Հոկտեմբեր, Արմավիր, Քամի, Փոշի։ Տիգնանը սպասում էր մուտքի մոտ, 18 տարեկան, նիհար, ոչ սեզոնին համապատասխան բաճկոնով, ծխախոտը ատամների արանքում։ Տեսավ մորը, գցեց ծխախոտը։ Դե, հարցրեց նա։ 15 տարի, ասաց Մարինեն, իսկ երկրորդին փնտրում են։ Տիգրանը գլխով արեց, նայեց ինչ-որ տեղ տանիքների վրայով, գորշ երկնքին, քաղաքից այն կողմ գտնվող տափաստանին։ Ասաց կամաց, գրեթե ինքն իրեն, չեն գտնի, նա ճիշտ դուրս եկավ։ Դավիթ Վլադիմիրի Կարապետյանին հայտարարեցին միջազգային հետախուզում Ինտերպոլի, Հայաստանի ՆԳՆ եւ Ռուսաստանի ՆԳՆ գծով։ Ֆոտորոբոտը թարմացրին։
Թովմասյանը տվեց ավելի ստույգ նկարագրություն։ Հասակը 180, նիհարավուն, աչքերը մոխրագույն, ձախ դաստակին այրվածքի սպի, հին, մանկական։ Ուղարկեցին բոլոր բաժանմունքներ, բոլոր կայանաններ, բոլոր սահմանային կետեր։ 0. Կարապետյանը լուծվեց օդում։ Սողոմոնյանի անունով անձնագիրը ինչպես են սարքել, ով է սարքել, պարզել չհաջողվեց։ Թովմասյանն ասաց. Դավիթը կապեր ուներ, ես չէի խառնվում։ Ինչ կապեր, որտեղ, որ քաղաքում, չգիտեր կամ չէր ասում։ Բագրատը կանգ չառավ, բարձրացրեց Ալեքսանյանի գործը, 96-ի մարդ, գտավ հարազատներին արտաշատում քրոջը, Գոհարին, նա չէր հայտնել կորսի մասին։ Մտածել էր եղբայրը գնացել է Ռուսաստան արտագնա աշխատանքի եւ չի վերադարձել։ Սովորական պատմություն 90-ականների համար։ Մարդիկ մեկնում էին եւ կորչում, պարտադիր չէ մահացած։ Պարզապես կորչում էին հսկայական փլուզվող երկրում, որտեղ փոստը չէր աշխատում, թեռախոսները լռում էին, իսկ հասցեները փոխվում էին ամեն տարի։ Գոհարը լալիս էր Բագրատի աշխատասենյակում, կամաց փակելով դեմքը թաշկինակով, ճոճվելով աթոռի վրա։ Ալեքսանյանը տանում էր $80,000, վաճառել էր տունը արտաշատում, գնում էր Ռոստով, բիզնես գնելու։ Տունը վաճառել է, փողը վերցրել է կանխիկ, նստել է գնացք, տեղ չի հասել։ Մարմինն այդպես էլ չգտան։ Թովմասյանը ցույց տվեց մոտավոր վայրը, ուրիշ ձոր, գծերից 140 կիլոմետր հեռավորության վրա։ Բայց որոնովական խումբը սանրեց մեկ շաբաթ ու ոչինչ չգտավ։ Տափաստանը վերցրեց։ Տափաստանը ետ չտվեց։ Բագրատը ստուգեց, արդյոք ուրիշ դեպքեր եղել են։ Բարձրացրեց արխիվները 93, 94, 95 թվականների համար։ Չպահանջված ուղեբեռ, իջած ուղևորներ, չփակված գործեր։ Գտավ եւս 3 կասկածելի դեպք։ Նույն երթուղու վրա, բայց Կարապետյանի հետ կապն ապացուցել չկարողացավ։ Թովմասյան ասում էր, երթու անգամ, միայն 2, ուրիշ չի եղել։ Ստում էր թե ոչ, Բագրատը չգիտեր։ Թովմասյանը կարող էր ստել ժամկետը կրճատելու համար, բայց կարող էր նաև ճիշտը ասել։ Եվ այն ժամանակ մյուս 3 դեպքերը ուրիշ մեկի ձեռքի գործն էին, կամ զուգադիպություն, կամ պարզապես այն, ինչ 90-ականներն էին, ժամանակ, երբ մարդիկ կորչում էին առանց պատճառների ու առանց հետևանքների։ Կարապետյանին փնտրեցին մինչև 2005 թվականը, հետո գործը կասեցրին։ Ձևակերպումը մեղադրյալի գտնվելու վայրը պարզելու անհնարինության կապակցությամբ։ Թղթային արտահայտություն, որի հետևում դատարկություն է։ Մարդը սպանել է առնվազն 2-ի, վերցրել $200,000 եւ անհետացել։ Կեղծ անձնագրի, սպիծ ձախ դաստակին, մոխրագույն աչքեր։ Հնարավոր է փոխել է անունը, փոխել արտաքինը, փոխել երկիրը։ Հնարավոր է շարունակել է, ուրիշ երթուղի, ուրիշ գնացք, ուրիշ ուղեկից դիպլոմատով։ Հնարավոր է վաղուց մահացած է։ 90-ականներին նման հմտություններով եւ նման կապերով մարդիկ հաճախ վերջացնում էին նույն ձորերում, ինչ եւ նրանց զոհերը։ Ոչ ոք չգիտի։ Գործը բաց է մինչ օրս։ Թովմասյանը նստեց 12 տարի, դուրս եկավ պայմանական վաղաժամկետ 2012-ին։ Վերադարձավ Արմավիր, նույն տունը, նույն փողոցը։ Ուազը բռնագրավել էին, բակը բուրյանով էր ծածկվել։ Հարևանները գիտեին, թե ինչի համար էր նստել։ Փոքր քաղաքում գաղտնիքներ չկան։ Ոչ ոք նրան չէր բարևում։ Նա աշխատանքի ընդունվեց շինհրապարակում որպես պահակ, ապրում էր մենակ, խմում էր, երեկոները նստում էր մուտքի աստիճաններին ու նայում մայրամուտը։ 2015-ին մահացավ Լյարդից, շրջանային հիվանդանոց, 3-րդ հիվանդասենյակ։ Թաղեցին առանց ճառերի, եկան 2-ը, մայրը և թաղային ոստիկանը։ Բագրատ Երեմյանը ծառայեց մինչև փոխգնդապեկ, տեղափոխվեց Երևան 2003-ին, աշխատում էլ տրանսպորտային քննչական վարչությունում։ Թոշակի անցավ 2014-ին։ Հարությունյանի գործը միակն էր, որը նա անվանում էր չփակված, թեև ձևականորեն դատավիճիր եղել էր, որովհետև Կարապետյանը ազատության մեջ է։ Որովհետև կա մարդ, ով տեղեկություն էր արտահոսում, որը գտնված չէ։ Որովհետև Ալեքսանյանը առանց գերեզմանի է, առանց մարմնի, առանց վերջակետի։ Բագրատը գործի պատճենը պահում էր տանը, պահարանում, ներքևի դարակում, ձմեռային իրերի հետևում։ Կինը գիտեր, ձեռք չէր տալիս։ Տարին մեկ անգամ
Նոյեմբերի 14-ին, անհետացման տարելիցից 3 օր առաջ, նա հանում էր թղթապանակը, նստում խոհանոցում, բացում ու վերընթերցում։ Ֆոտոռոբոտը, արձանագրությունները, Զինաիդա Պողոսյանի ցուցմունքները, Թովմասյանի ցուցմունքները, փորձաքննության ակտը։ Փնտրում էր այն, ինչ բաց էր թողել, այն դետալը, այն արտահայտությունը, այն փաստը, որը կարող էր տանել դեպի Կարապետյանը։ Չէր գտնում։ Փակում էր թղթապանակը, դնում տեղը։ Եվս 1 տարի։ Զինաիդա Պողոսյանը ազատվեց երկաթողուց 99 թվականին։ Դատից հետո չկարողացավ։ Ամեն անգամ գիշերը վագոնով անցնելիս լսում էր այն խուլ հարվածը։ Ամեն անգամ կուպե նայելիս տեսնում էր դատարկան կողինը, ճմրթված բարձը, բացված դիպլոմատը։ Մեկնեց դստեր մոտ, կապան։ Աշխատանքի անցավ մանկապարտեզում որպես դայակ։ Երբ հարցնում էին գնացքների մասին, շրջվում էր։ Չեմ կարող, ասում էր, մի հարցրեք։ Գնալուց առաջ Բագրատին ասաց մի արտահայտություն, որը նա գրի առավ ոչ թե արձանագրության մեջ, այլ նոթատետրում վերջին էջին։ Ախր ես լսեցի ու վեր չկացա։ Եթե վեր կենայի, միգուցե նա ողջ լիներ։ Բագրատը ոչինչ չպատասխանեց։ Ինչ պատասխանես։ Նա չէր փրկի Ռուբենին։ Նա ամենայն հավանականությամբ կդառնար երրորդը։ Մարինեն ապրեց Երևանում մինչև 2010 թվականը։ Հետո վաճառեց Կոմիտասի բնակարանը, այն նույն 3 սենյականոցը, ռումինական կահուքով ու պատի գորգով, եւ տեղափոխվեց Աննայի մոտ Գյումրի։ Աննան մեծացել էր, ավարտել էր համալսարանը, աշխատում էր բանկում։ Տիգրանը մեկնեց Ռուսաստան 2000-ին, 18 տարեկանում, եւ գրեթե չէր զանգում։ Մարինեն չէր պահում։ Նա չափազանց նման էր հորը, եւ նրա յուրաքանչյուր շարժում, գլխի յուրաքանչյուր թեքում հիշեցնում էր նրա մասին, ում ինքն արգելել էր հիշել։ Բայց մեկ բան Մարինեն պահում էր՝ Օրիենտ ժամացույցը, այն նույնը, սպիտակ թվացույցով, սլակներով, որոնք քարացել էին գիշերվա 2-ի վրա։ Դրանք վերադարձրին փորձաքննությունից հետո, թափանցիկ փաթեթով, պիտակով, որի վրա տպված էր իրեղեն ապացույց։ Մարինեն հանեց ժամացույցը փաթեթից, սրբեց, դրեց փայտե լաքապած զարդատուփի մեջ, որը Ռուբենը ժամանակին բերել էր Դուբայից։ Զարդատուփը դրված էր մահճակալի կողքի պահարանին։ Ամեն առավոտ Մարինեն տեսնում էր այն որպես առաջինը, ամեն երեկո որպես վերջինը։ Երևան-Մոսկվա գնացեք շարժվում է մինչ օրս։ Ուրիշ վագոններ, ուրիշ ուղեկցորդուհիներ, ուրիշ ուղեկիցներ։ SV վագոն, 2 հոգանոց կուպե, թեյ տակդիրներով, խոսակցություն սեղանի շուրջ, որտեղից, ուր, ինչով է զբաղվում, տափաստանը պատուհանից դուրսը նույն է, կորությունը 130 կիլոմետրի վրա նույնն է։ Մինչև 20 կմ/ժ դանդաղելը նույնպես։ 4 րոպե, որի ընթացքում հնարավոր է ամեն ինչ։ Մարինեի պահարանի վրա դրված է զարդատուփը, զարդատուփի մեջ դրված է ժամացույցը, սլակները կանգնած են գիշերվա 2-ի վրա։